Պարոն վարչապետ, ես ուզում եմ ասեմ, որ շատ հուզիչ է այն շնորհակալությունը, որ քաղաքացիները ցույց են տալիս եւ ուզում եմ այդ թեթև կարծրատիպն էլ կոտրվի, որ մեր ժողովուրդը շատ շնորհակալ ժողովուրդ է, որ գնահատող, շնորհակալ, ամեն ինչ տեսնող, իմաստուն եւ այո, մենք էլ պետք է աշխատենք, որ այս դրականը ավելի ու ավելի դառնա մարդակենտրոն, ավելի պարզ օգտագործման մեջ ու շարունակելով բուժաշխատողներին էլ նաև շնորհակալություն եմ հայտնում, այսօր նաև մեզ մոտեցան էլի բուժաշխատողներ, էդ էլ էր մեզ համար կարևոր, որովհետև իսկապես միասին ենք արել այս ամեն ինչը եւ աշխատելու ենք, որ ավելի ու ավելի լավը լինի մեր առողջության հոգ տանելու համակարգը։ Պարոն վարչապետ, ուզում եի նշել, որ երեխաները նաև այդ ֆենոմենը նրանից է, որ մթնոլորտը երեխեքը սիրում են կյանքի ուրախության մթնոլորտ ու այդ ուրախ ավտոբուսը իրական Հայաստանում ուրախության, կյանքի փիլիսոփայությունը, հաղթական փիլիսոփայությունն է ու ժողովուրդը դրա կարիքը եւ դրա գնահատանքը հստակ տալիս է։ Ես բոլոր մեր թիմակիցներին եմ շնորհակալ, որովհետեւ ձեր գլխավորությամբ շատ մեծ աշխատանք արվել է 3 տարի, պարոն վարչապետ, դրա համար ենք այս կետին հասել, որովհետև սա, այո, բանի օֆերտան որոշում կայացրեցինք, այո, ու մենք գիտենք օֆերտան որոշում կայացրեցինք եւ սպասում ենք եւ միանգամից պրոբլեմ առաջացավ, բայց սենց ոնց որ փուլ պրոբլեմները, ոնց որ մենք մեր վրա պրոբլեմը բաց թողեցինք, դիմակայեցինք, ու եկանք ամենակարևոր կետում բացվեց այն նախորդ բաներ են ասում ռուսերեն վալնարես հասկացություն կա, ալիքը կոտրող ալեհատ, այսինքն այդ ալիքները բավարար չափով բարձվեց կոտրել էին եւ հիմա համակարգը անարեց եւ ու ես էլ ուզում եմ Ես կառավարության հատվածը ասցի, բայց քաղաքացիների գոհունակությունը առանց բուժաշխատողների, որ իրանք իսկականից սիրով, եթե հանկարծ, որովհետև գիտենք բուժաշխատողների կապված հարցեր կան, որոնք դեռ պետքա իրանք խնդիրներ ունեն, որոշակի դժգոհություններ ունեն եւ այլն, այդ դժգոհությունները մեզ իրանք հասցեագրում են եւ մենք լսում ենք, քննարկում ենք, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ դժգոհությունները նշանակում է իրանք քաղաքացիներին ցույց չեն տվել։ Այսինքն այդ դժգոհությունը, որ իրանք ունի, որտեվ կարան ասեն մարդուն բան անեն, զգացնել տան, որ կառավարությունը արել է, բայց ինչ որ մի բան նեն չի։ Ահա, այսինքն այդ դժգոհության էմոցիան բուժառուի հետ կիսի, բայց սա շատ մեծության մասին է խոսում, որ այդ մարդիկ մենք գիտենք, որ իրանք գրում են մեզ, գրում ենք, մենք էլ իրանք ասում ենք կքննարկենք, իրանք էլ ասում են շուտ քննարկենք, մենք էլ ասում ենք չէ շուտ չենք քննարկի, կթողենք առաջի երամսյակ անցնի նոր կքննարկենք, շատ կարևոր է որ բժիշկները, մեր սիրելի բժիշկները եւ բուժաշխատողները այդ լարվածությունը եւ այդ դժգոհությունը չեն բանարել փոխանցել, չեն փոխանցել քաղաքը, որովհետեւ եթե փոխանցեին մթնոլորտը տեն չէ, մարդիկ էլի հակ ասեին, բան, բայց այո, ոչ մի նեգատիվ էմոցիա չկա, նշանակում է, որ լրիվ լիարժեք բուժաշխատողները ընտանիքի անդամի նման, այդ մարդկանց այն ծանոթի նման, ընտանիքի անդամի նման, այդ մարդկանց ընդունում ճանապարհում են եւ սա բարձր գնահատանքի արժանի, ես ունեմ բոլոր էդ էլ չի սպասում, որովհետեւ ես մտածում եմ, որ այդ լարվածությունը որ կա, դա այնուամենայնիվ արտահայտվելու է որակի վրա, աշխատանքի վրա, հարաբերությունների մթնոլորտի վրա, լարվածության վրա եւ այլն, բայց փաստացի դա տեղի չունեցել եւ իմ խոնարհումը մեր բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, բոլոր բժշկական կենտրոններին, որովհետեւ առանց ձեր բանի լիաթոքության այս մթնոլորտը հաստատ չէր ստացվի, այնպես որ շատ շնորհակալ եմ եւ իմ խոնարհումը ձեզ բոլորին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար